Մենք խոստացել էինք հետաքրքիր զրուցակից եւ ահա եկավ պահը ներկայացնելու մեր հարգարժան հյուրին Պետրոսյան Լաուրանը այս մոտ ստուդիայում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայաստանի Հանրապետությունում գեշտալտ հոգեթերապիայի եւ քոուչինգի միջազգային ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար։ Բարև ձեզ Լաուրա։ Բարև ձեզ։ Ինչպես հասկացանք, մեծ փորձ ունեք եթերների, ճանապարհ լարվածություն եւ այլն չկա, որպես կանոն մենք ունենք հյուրեր, որոնք շատ այսպես միկրոֆոնը տեսնում են նրանց մոտ սկսվում է ինչ-որ, չէ, ճնշված վիճակ։ Առանց հյուրը հոգեբան է, ոնց կարող է ինքը լարվել։ Հա, չէ, հոգեբաններն էլ են, չէ, լարվում։ Հոգեբաններն էլ են լարվում, սկզբում մեթոդները գիտեն ինչպես խուսափել։ Այո, երբեմն խորհուրդ ենք տալիս նրանց, ովքեր որ չգիտեն, եւ սկզբունքորեն ինչ-որ բան ստացվում է։ Լաուրա, չթաքցնեմ, մեզ մոտ բավականին հաճախ է լինում հոգեբանության այդ թեմաների շուրջ զրուցակիցներ, տարբեր, վերջերս օրինակ ընտանեկան հոգեբանության մասին զրույց ունեցանք, մի քանի հարցեր քննարկեցինք, ինչպես երեխաների դաստիարակել եւ այլն, խոսքով հետաքրքիր էր եւ եկել է ժամանակը ի վերջո անդրադառնանք գեշտալտ հոգեթերապիային, շատ են այդ բառը օգտագործում։ Գնացի գեշտալտը սփակեցի, գեշտալտը հանգուցալուծեցի, չգիտեմ, ինչ որ տարբեր մեկնաբանություն, հիմնականում այդ ինստագրամյան գեղեցկուհիներն են, չէ, եւ այդպես խոսում հայտնի մարդիկ, տարածված բան է, այդպես գեշտալտ գեղեցիկ բառը այդպես դարձել է քննարկման առարկա գեշտալտը հա գեղեցիկ չի մտահոգող բան կա մեջ ինչ որ չէ գեշտալտ դե հիմա արի հարցնենք Լաուրային ինչ է գեշտալտը եւ ինչու են մարդիկ ձգտում այն փակել հա այն փակել այսպես ասած կամ չգիտեմ երևի դուք ավելի լավ կնկարագրեք իրավիճակը խնդրեմ ես փորձեմ նկարագրել այն տեսանկյունից թե առհասարակ ինչու գեշտալտ ինչու փակել եւ հետո հոգեբանության այդ ճյուղը իրենից ինչ է ներկայացնում որտեղից է գալիս Գեշտալտ սովորաբար դա մենք ընկալում ենք որպես ամբողջություն եւ անձը ինքը ապրում է որովհետեւ ունի պահանջմունքներ եւ երբ որ մարդու մոտ որոշակի պահանջմունքներ սկսվում են եւ այդ պահանջմունքները չեն բավարարվում, ապա այդ դեպքում առաջանում են չփակված գեշտալտներ, այսինքն դրանք չբավարարված պահանջմունքներն են եւ մարդիկ ինչ որ ժամանակ փորձում են այդ պահանջմունքը հասցնել բավարարման եւ դրա համար ընդունված է հենց այդպիսի եզրույթով, որ գեշտալտը փակվեց Սովորաբար մարդիկ երբ որ դա օգտագործում են հաճախ լինում է այնպես որ իրենք չեն էլ պատկերացնում թե ինչի մասին են խոսում պարզապես ընդունված բան է եւ իրենք ասում են գեշտալտը փակվեց այսպես ասած իսկ ինքն մեկ անգամ չի լինում եւ մեկը չէ որքան խնդիր այնքան գեշտալտ այո դա կարող է բազմաթիվ լինել եւ սովորաբար այսպես է երբ որ մենք ունենում ենք պահանջմունքներ դա մանկական հասակից սկսած պահանջմունքը երբ որ իր բավարարման ճանապարհին հանդիպում է արգելքի Եվ բնականաբար որոշակի պատեռն է ձևավորվում, թե ինչպես կարելի է գործ ունենալ ներսից առաջացած պահանջմունքի եւ արտաքին արգելքի միջև, եւ այդ պատեռնը սովորաբար տվյալ պահին անձի կողմից ընկալվում է որպես պահանջմունքի բավարարում, բայց դա բոլորովին էլ չի բավարարում այդ պահանջմունքը։ Եվ պահանջմունքը մնում է ակտիվ։ Եվ ժամանակի ընթացքում անձը անընդհատ Ոնը մի օրինակ կբերեք ձեր հարուստ պրակտիկայից առանց անունների իհարկե ես կարող եմ պարզապես այսպես օրինակը բերել որը որոշվորությունի այցելուի հետ կապ չունի եթե օրինակ ասենք թե մանկական տարիքում ասենք դուք ունեք պահանջ մայրիկին գրկելու, հա, ինչ որ սիրո պահանջ ունեք, դա բնական պահանջ է, որը մարդուն հատուկ է եւ հանկարծ մայրիկը ձեզ չի կարող այդ սերը տալ, հա, ինքը այդ պահին չի կարող ձեզ գրկել, ինքը կանգնեցնում է ձեզ, որտեղ զբաղված է կամ չգիտեմ ուրիշ մի հարցով, այդ դեպքում առաջացած պահանջմունքը եւ արտաքին արգելքը հանդիպում են իրար։ Եվ երեխան ինչ է անում, ունի պահանջ մայրիկին գրկելու եւ ունի իր անհնարինությունը։ Այդ դեպքում գուցե եւ տվյալ պահին երեխան օրինակ ասենք թե հայտնվում է տխրության մեջ, որովհետեւ չբավարարված պահանջմունք է։ Եվ ժամանակի ընթացքում առաջանում է ուղիղ կապ սիրո պահանջմունքի եւ տխրության զգացման մեջ։ Եվ ստացվում է, որ մեծ հասակում արդեն որքան որ ինքը ունենա այդ սիրո զգացողությունը, այնտեղ հետը կգա նաեւ տխրության զգացողություն։ Բայց սկզբունքորեն, եթե մարդը սեր է զգում, ինքը պիտի որ ինչ-որ շատ դրական զգացողություններ ունենա։ Այսինքն, եթե երեխան մանուկ հասակում փայտեձի է ուզել, բայց ծնողները փող չեն ունեցել գնել, հետո մեծանում է, հարստանում է, գնում է փայտեձի կամ նվիրում է ինչ-որ մի ուրիշ երեխայի, ով որ ուզում է փայտեձի, նա դրանով կարող է փակել, հա, ես ճիշտ եմ հասկանում։ Գուցե եւ այդպես, պայմանական գուցե եւ այդպես, բայց սկզբունքորեն այստեղ ոչ թե խնդիրը հենց փայտեձին է, այլ
ուզելու զգացողությունն է, այսինքն փայտեձին տվյալ Որ հանգիստ չի թողնում, չի տալիս քեզ, խանգարում է քո առօրյայում արդեն հասուն տարիքում, հասկանալի։ Այո, բայց այստեղ մի փոքրիկ նրբություն կա եւ ասում եմ, որ եթե փոքր տարիքում դու հեծանիվ չես ունեցել, էլ որքան էլ որ այդ հեծանիվ ունենաս, դա քեզ չի ուրախացնելու։ Նեղություն, իսկ այդ գեշտալտ հոգեթերապիան նախատեսում է գործողություն, դե կարելի է զրույցների օգնությամբ դրան հասնել, էլի, այսինքն Գեշտալտ հոգեթերապիան ինքը հենված է գեշտալտ հոգեբանական ուղղության վրա, որը այսօր աշխարհում շատ մեծ տարածում է գտնում։ Գեշտալտ հոգեթերապիան դա հոգեթերապիայի տեսակ է, որ իրականացվում է զրույցների միջոցով, բայց դա հատուկ կառուցվածքով զրույց է, որը թույլ է տալիս, որպեսզի անձը իր կյանքի որակը բարելավի։ Սովորաբար այս թերապիային դիմում են այն ժամանակ, երբ որ մարդիկ ինչ-որ մի բան ունենում են իրենց խանգարող կյանքի որակի վրա ազդող։ Դրանք կարող են լինել շատ տարբեր խնդիրներ, փոխհարաբերություններ, աշխատանքային խնդիրներ, չգիտեմ, կյանքի հաջողության խնդիրներ, շատ տարբեր կարող են լինել։ Եթե մարդու կյանքի որակը իրեն չի բավարարում, ապա մարդիկ կարող են դիմել այս թերապիային, որը որ թույլ է տալիս, որպեսզի մարդը գտնի իր ամենալավ տարբերակը, իր ամենավորակյալ կյանքը, այսպես ասած։ Սովորական հոգեբանությունից ինչով է տարբերում, չէ՞ որ նա էլ է զրույցների միջոցով անցնում։ Այստեղ մեթոդի մեջ է խնդիրը։ Խնդիրը մոտեցման մեջ է եւ շատ հաճախ գեշտալտ հոգեթերապիայի տեսանկյունից մենք ասում ենք, որ գեշտալտը մոտեցում է, դա մտածելակերպ է, դա մոտեցում է առհասարակ կյանքին, առհասարակ փոխհարաբերություններին։ Երբ որ մենք գեշտալտի մասին խոսում ենք, մենք ասում ենք, որ դա փոխհարաբերությունների թերապիա է գեշտալտը։ Ինչու փոխհարաբերությունների, որովհետև գեշտալտը քննության է առնում մարդ եւ աշխարհ փոխհարաբերությունները։ Եվ սովորաբար մարդ եւ աշխարհ փոխհարաբերությունները, եթե իրենք լինում են հարթ, այդ դեպքում արդեն մարդը ինքը ի վերջո ծնված է երջանիկ լինելու համար, եթե մեծ հաշվով նայենք, հա։ Եվ ինչ որ մի բան մարդու մոտ չի ստացվում, եթե փոխհարաբերությունների մեջ խնդիր է լինում, մարդ եւ աշխարհ, պարտադիր չի դա լինի մարդ, հա, դա կարող է լինել իր փոխհարաբերությունները աշխարհի հետ։ Եվ այս թերապիայի միջոցով մենք կորեկցիայի ենք ենթարկում այդ փոխհարաբերությունները։ Այստեղ տարբերությունը մյուս թերապևտիկ ուղղություններից իհարկե մեթոդի ազդման մեթոդի մեջ է։ Գուցե ասենք թերապևտիկ մյուս ուղղությունները ազդում են միանգամից մտքի վրա։ Մյուս ուղղություններ կան, որոնք որ ազդում են, ասենք, հուզական աշխարհի, հա։ Այստեղ չենք կարող ասել, որ մյուս թերապևտիկ ուղղությունները, ասենք, մնացած այդ հույզեր, չգիտեմ, միտք բաց են թողնում։ Գեշտալտի մոտեցումը ավելի ամբողջական է։ Գեշտալտը համարում է, որ մարդը առանձին մասերով, այսինքն միայն միտքը որպես այդպիսին գոյություն չունի, դա ամբողջական է տեղի ունենում, մարդը ամբողջությամբ է աշխարհի մեջ ներգրաված եւ բնականաբար ազդեցությունը արդեն թերապիայի ենթարկում ամբողջական մարդը իր փոխհարաբերություններով հանդերձ։ Թերևս երևի թե սրանում է եւ մտածելակերպի մեջ է։ Մենք ունենք Լաուրա, ես պիտի նկատեմ, որ ձեր խոսելավոճը հավասար այդ տոնը եւ այդ հիպնոզացնող էֆեկտ ունի եւ լսել եք տալիս ձեզ, այդ մասնագիտական է։ Չէ, ստիպում է ուշադիր հետեւել խոսքին եւ այդպես հավասար առանց ալիքների դա էլ աշխատանք։ Չէ, դա ձեր մասնագիտության երևի առանձնահատկություններից մեկն է։ Լավ, գիտեք, հիմա շատ դժվար է կողմնորոշվել master class-ներ, training-ներ, coaching-ներ, ինչ խառնվել է սաղ իրար։ Դա ենթադրում է շատի պատկերացումով ինչ-որ մարդ, ով գիտելիքներ ունի, որը հավաքում է որոշակի գումարի դիմաց խումբ եւ խմբի առաջ ինչ-որ ելույթ է ունենում, գիտելիքներով է կիսում։ Հիմա մեզ նախ կօգնեք հասկանալ ինչ է coaching-ը, որովհետեւ ոնց հասկանում եմ, դուք coaching-ի միջազգային ինստիտուտի հիմնադիրն եք եւ ղեկավարը։ Այո, գեշտալտ coaching-ի։ Նախ մի քիչ այդ, ասեք, մի քիչ հասկանանք եւ կողմնորոշվենք այդ խայտաբղետ, հա, բազմության մեջ, հա, առաջարկների։ Եվ մի փոքր լրացում, եթե կարելի է։ Հիմնականում գիտելիք եք փոխանցում, թե ամբողջ նպատակը այդ գիտելիքի միջոցով մարդը ինքնուրույն խնդիրը լուծի, թե ընթացքում դուք եք օգնում խնդիրը լուծել։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, բայց սկսեմ պատասխանել Մենք խումբը հարցերի ուղեցինք եւ ուշադրությամբ լսում ենք նորից ձեր այդ հիպնոզացնող գեղեցիկ մեկնաբանությունը։ Ուրեմն նայեք, այո, այսօր մենք ապրում ենք այդպիսի ժամանակաշրջանում, երբ որ կան շատ կարճ մաստեր կլասներ, տրեյնինգներ, որոնց միջոցով որ փորձում են մարդիկ տալ ինչ որ տեսակի
այդպիսի ստեղծվում է այդպիսի տպավորություն, որ կարծես թե մասնագիտություն են տալիս։ Բայց իրականում այս մասնագիտությունը ինքը որպես այդպիսին, հոգեթերապևտի մասնագիտությունը կամ գեշտալտ թերապևտի մասնագիտությունը ինքը չի կարող ձևավորվել օրինակ ասենք թե 1-2 ամսվա ընթացքում։ Որովհետև գեշտալտ թերապիայի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գեշտալտ թերապևտը ինքը իր անձով ինքը արդեն պիտի ունենա այդ թերապևտիկ էֆեկտը։ Որովհետև անձը թերապևտիկ process-ի մեջ ներգրավված է ամբողջությամբ, այսինքն այստեղ ոչ թե միայն աշխատում է տեխնիկան, աշխատում է նաև անձը։ Դրա համար այդ ուսուցումը սկզբունքորեն ինքը ամենակարճ ժամկետը դա 4 տարին է։ 4 տարվա ընթացքում ինչպես ենք մենք մասնագետ պատրաստում, նախ դա իր մեջ պարունակում է մեթոդական բազա, պարունակում է հենց անձի թերապիան, այսինքն հոգեթերապևտը ինքը պիտի իր հոգեթերապիան անցած լինի։ Հոգեթերապևտը պիտի անցած լինի իր խմբային թերապիան եւ անհատական թերապիան, այսինքն պիտի ինքը իր խնդիրները լուծած լինի, որպեսզի կարողանա մտնի դաշտ։ Այլապես եթե հոգեթերապևտը ինքը ունի այդ խնդիրները, ինքը երբևիցե չի եղել որպես այցելու հոգեթերապևտի մոտ, ինքը չի կարող աշխատել որպես հոգեթերապևտ այլ այցելուների հետ։ Դա պարտադիր պահանջ է այս ուսուցման մեջ եւ դրա համար տեսեք երբ որ ասում ենք համեմատությունը տանում ենք նրա հետ որ ասենք կարճ դասընթացներ, մաստեր կլասներ կան, տրեյնինգներ կան, կարճ դասընթացների ժամանակ այս խնդիրը չի լուծվում։ Եվ սկզբունքորեն կա այսպիսի մոտեցում, որ երբեմն մեր հոգեբանները սխալմամբ պատկերացնում են, որ դրանք կարելի է անել առանձին։ Օրինակ, կարելի է վերցնել հոգեթերապիան անցնել մեկ այլ ուղղությամբ մասնագետի մոտ, մեթոդոլոգիան անցնել մեկ այլ ուղղությամբ։ Այդ դեպքում արդեն ստացվում է, որ երբ որ թերապևտիկ դաշտում մարդը փորձում է իր հոգեթերապիան իրականացնել, ստացվում է, որ ինքը շատ տարբեր փորձառություն ունի, որպես այցելու օրինակ գեշտալտ թերապիստի մոտ է անցել, որպես մեթոդոլոգիա անցել, օրինակ CBT, մեթոդներն է կիրառում։ Այս դեպքում արդեն ստացվում է, որ ինքը շատ խառնաշփոթի մեջ է այդ։ Բայց բոլոր դեպքերում ակադեմիական կրթությունը պարտադիր է, չէ՞։ Դա ամենապարտադիր պայմանն է, այսինքն նրա համար որպեսզի մարդը համարվի հոգեթերապևտ, այ մեր ինստիտուտը հենց դրա համար ենք մենք որպես ինստիտուտ այդպեսին ստեղծել, որպեսզի մարդը համարվի հոգեթերապևտ, անհրաժեշտ է առաջին հերթին ակադեմիական հոգեբանական կրթություն, դա ակադեմիական բազան է, որը որ ի դեպ Հայաստանում շատ լավ է իրականացվում։ Ես ինքս բավականաչափ տենց մեծ փորձ ունեմ արտասահմանյան երկրներում սովորելու եւ պատկերացրեք, որ այդ առումով ես մեր համալսարանները պիտի գովեմ։ Մեր համալսարանների նման ակադեմիական կրթություն որից միտեղ չեն տալիս։ Նկատի ունենք պետական համալսարանի հոգեբանության եւ սոցիոլոգիայի։ Այո, պետական համալսարանի եւ մյուս համալսարանները նույնպես հավատացեք, շատ լավ ակադեմիական կրթություն։ Ես ազատ ունկնդրի կարգավիճակում լեկցիաներ եմ լսում, Թութունջան կար։ Այո, Թութունջանը։ Հա, հիշում եք, չէ՞։ Նրա լեկցիաներին տեղ չկար ուղղակի։ Այդ առումով ես ասեմ, որ մեր ուսանողները կամ մեր ստացած ակադեմիական կրթությունը ինքը բավականաչափ բարձր կրթություն է, բայց այստեղ խնդիրը նրանում է եղել միշտ մեր երկրի համար, երբ որ ակադեմիական կրթությունը ստանում են, դա բավարար չէ հոգեբան աշխատելու համար։ Վերապրոֆիլավորում է պետք է։ Անհրաժեշտ է, գիտեք, ինքը բժիշկների նման է, պատկերացեք, որ բժիշկը ստանում է իր կրթությունը, հետո օրդինատորա չի անցնում։ Նույն ձևով հոգեթերապիայի մեջ է։ Եթե ստացանք մենք ակադեմիական կրթություն, դրան պիտի հետևի լրացուցիչ կրթություն, որը որ պիտի թույլ տա, որ մարդը գործնական հոգեբան աշխատի, հոգեթերապևտ կամ քոուչ, հիմա քոուչինգին էլ կանդրադառնամ, Եվ սկզբունքորեն մենք դա չենք ունեցել։ Ակադեմիական կրթությունը, նորից եմ ասում, դա պարտադիր պայման է։ Լինում են դեպքեր, երբ որ մարդիկ օրինակ սոցիոլոգիայից են գալիս հոգեբանություն, իրենք կարող են ստանալ լրացուցիչ կրթությունը, բայց անպայման վերջնական արդյունքը ընթացիկ գոնե պիտի ստանան ակադեմիական կրթությունը։ Այսինքն լեկցիաներ, հիմքը անպայման պարտադիր է ստեղ։ Դասախոսություններից խոսեցինք Թութունջանից, պրոֆեսորը հաճախ նաև արևմտահայերեն էր խոսում, եւ ինձ համար հասկանալի դարձավ հենց առաջին դասախոսության ժամանակ, որ արաբերենում նավս բառը լավս դա հոգին է, այսինքն հետաքրքիր մեր կազմում մեջ բոլորովին այլ բան է։ Շատ մեր մոտ խեղաթյուրված։ Այդպիսի բառեր շատ կան։ Շարունակեմ խոսքս, ուրեմն այդ կրթության մեջ, 4 տարվա կրթության մեջ ներառվում է մեթոդոլոգիան, ներառվում է խմբային
հոգեթերապիաները, որտեղ որ անձը խմբում ապրելու փորձ է ձեռք բերում, ներառվում է անհատական հոգեթերապիաները եւ իհարկե որոշ մասեր լեկցիաների, որովհետեւ այդ լեկցիաները, օրինակ, ասենք ակադեմիական կրթություն ինչքան էլ որ ստացած լինեն, ամեն դեպքում ինստիտուտը գտնում է, որ այդ լեկցիաները հենց ինստիտուտի կողմից պիտի տրվի, եթե նույնիսկ ինչ որտեղ լսել են, պիտի տրվի այն ձևով, որ ինստիտուտը համարում է, որ անհրաժեշտ է, եւ դրանք գումարվում են պրակտիկաներ։ Այդ պրակտիկաները ինչ են իրենցից ներկայացնում։ Դրանք մենք անվանում ենք ինտենսիվներ։ Ինտենսիվները տեղի են ունենում մոտավորապես այսպիսի կառուցվածքով։ Սովորողը ինքը այնտեղ հանդես է գալիս, եթե հոգեթերապևտ պիտի հանդես գա, տրվում է իրեն մեկ այցելու, ում հետ որ պիտի աշխատի 9 օր, 9 ժամ, այսինքն ամեն օր։ Եվ մեկ սուպերվայզերը կոչվում, հայերեն կդժվարանամ ասեմ անվանումը, սուպերվայզեր, այսինքն հետևող, թե ինքը ինչպես է աշխատում։ Եվ աշխատանքը տեղի ունենում 3-ով։ Վերահսկող։ Վերահսկող, մեր աշխարհում ընդունված է սուպերվայզեր ասել, դա ղեկավարն է, եթե թարգմանությամբ, բայց ինքը չի համապատասխանում բառը, դրա համար այսպես կիրառեմ, հա։ Եվ սկզբունքորեն 9 օր իր աշխատանքը հետևում է, շտկվում է, այս մի մասում էսպես արեցիր, մի մասում էսպես, այսինքն ստեղ տարբերակ չունի չսովորելու հոգեթերապևտ դառնալ։ Հասկանալի, հա, դա պահանջ է մարդու հետ գործ ունես, ընդ որում շատ նուրբ բաների հետ կապված, մարդու հոգեկանը շատ ավելի անտեսանելի է, դա վիրակապ դնել չէ, հասկանում, այսինքն սկզբունքորեն հաճախ չես հասկանում ինչու՞մն է խնդիրը, ինչ-որ մի բան է թաքնված մարդու ներսում, պիտի նախ ի հայտ բերես, հասկանաս, մի խոսքով ձեր գործը շատ դժվար է, Լաուրա, իսկ քոուչինգը ինքը նուրբ դաշտ է։ Քոուչինգը, գիտեք, եթե մենք բաժանելու լինենք առհասարակ մարդու կյանքը, կլինի, որ մարդը ունի ներկա անցյալ ապագա, հա, որ այսպեսն է։ Ընդունված է տարբերել այսպես, երբ որ մասնագետը աշխատում է մարդու անցյալի հետ, տրավմաների եւ այլն, այս գործը անում են հոգեթերապևտները։ Երբ որ աշխատում ենք մարդու ներկայի հետ, որ ներկա պահին ինչ որ խնդիրներ եւ այլն, այս գործը անում են խորհրդատուները։ Հոգեբան խորհրդատու։ Իսկ երբ որ մարդը ուզում է օգտագործել իր հնարավորությունները, իր ներուժը մաքսիմալ, այս գործը անում են քոուչները։ Այսինքն քոուչինգը դա աշխատանք է, որը ուղղված է ապագայի արդյունավետությանը, որպեսզի մարդը կարողանա իր կյանքը մաքսիմալ արդյունավետ ապրել։ Իսկ եթե մարդը չի հասկանում ինչ է ուզում, եւ հոգեբուժներն են արդեն զբաղվում։ Եթե մարդը չի հասկանում ինքը, բայց հոգեպես առողջ է, եւ չի հասկանում թե ինքը ինչ է ուզում, այս դեպքում քոուչներն են։ Հոգեբուժները զբաղվում են այդ դեպքում, երբ որ ինքը չի գիտակցում, հասկանալի է։ Այ գիտակցելը արդեն հասկանալի է, անմեղ սունակ է կարելի ասել, այսինքն չի գիտակցում իր արածի աստիճանը, մի խոսքով, հա, հասկանալի է։ Մոտավորապես այդպես։ Այն որ հոգեբանները գլոբալ առումով կոչված են մարդկանց խնդիրները լուծելուն, օգնել լուծելուն, դա հասկանալի է, բայց ճիշտ ասած ինձ միշտ հետաքրքրել, այ դուք մի շատ կարևոր նախադասություն ասացիք այն մասին, որ նախ պետք է հոգեբանը ինքը իր խնդիրները լուծած լինի, որպեսզի կարողանա օգնել։ Իսկ ինչպես է պայքարում հոգեբանը, ես փորձեմ թարգմանել պրոֆեսիոնալն է վգարանը, այդ մասնագիտական այրման, այդպես են ասում, ինչ մեթոդներ կան և արդյոք դրանք միշտ աշխատում են, թե ինչ-որ մի սահման կա, որտեղ որ ունենալով հսկայական գիտելիքի պաշար, այնուամենայնիվ ցանկացած մասնագետը նախ մարդ է և ինքը բախվում է այդ խնդրին, որ իսկ ինքը ում դիմի, հա։ Հրաշալի հարց եք տալիս և գուցե այստեղ ընդունված է ասել, որ հոգեբանը իր հոգեբանը պիտի ունենա, մի քիչ փորձեմ այդ պարզաբանել դա, նայեք, մեր աշխարհում այսպես է, մենք երբևիցե որևիցե անգամ մենք չենք կարող ասել, որ մասնագիտությունը ստացա, հիմա ես եկա ու միայն պիտի աշխատեմ եւ բնականաբար գումար վաստակեմ, չգիտեմ, հետաքրքիր աշխատանք։ Այս աշխարհը այդպեսին չէ։ Այս մասնագիտությունը, երբ որ մենք ստանում ենք, դա կարծես թե ամբողջ կյանքի համար դինամիկա է։ Այսինքն, երբ որ մենք ունենում ենք մեր աշխատանքային այս փորձը, մենք ունենում ենք խմբեր, որտեղ որ մենք կարող ենք ոնց որ դրանք ավելի շատ մենք մեկս մյուսին օգնելու համար է, մեր դեպքերը քննարկելու համար է, մեր սեփական process-ները ներքին քննարկելու համար է։ Եվ սկզբունքորեն այդ խմբերը դրանք, այսինքն մասնագետներով մենք իրար նկատմամբ ունենք այդ հոգատարությունը։
Այ գիտեք, այստեղ շատ կարևոր հարցի է առնչվում, երբ որ ես իմ կրթությունը ստացել եմ դրսում եւ Հայաստանում չկար այդպիսի խմբեր, որտեղ որ համայնքներ հոգեբանական, որտեղ որ կարելի էր պարզապես գնալ ու խոսել օրինակ քո ձախողումների մասին, գնալ ու խոսել օրինակ քո խնդիրների մասին, որոնք որ մասնագիտական դաշտում են առաջացել։ Եվ այս ինստիտուտը հիմնելու միակ մոտիվացիան դա է եղել, որովհետև ես սկզբունքորեն ստիպված էի լինում երկրից դուրս գնալ, որպեսզի այդ խմբերում լինեի, որ մասնագիտական այրման մեջ չհայտնվեին եւ ի վերջո մասնագիտության մեջ ողջ մնայի, մասնագիտությունը ինքը այդքան հեշտ չէ։ Եվ սա եղավ հիմնական պատճառը, որ ուզեցի Հայաստանում ստեղծել դա, որ Հայաստանում էլ լինի այդ համայնքը, որպեսզի լինեն այդ խմբերը, որտեղ որ մարդիկ կկարողանան այդ օգնությունը ստանալ իրարից, հա։ Փառք արդեն ունենք։ Այսինքն դա է խմբերն են, որ հավաքվում են շրջանով նստում են, ասում են ես Ջորջն եմ, 32 տարեկան եմ, ալկոհոլիկ եմ, բոլորը ծափ են տալիս, հա, դա այդ խմբերն են։ Գիտեք, այդ ձեր նկարագրածը երևի շատ տեղի կլինի։ Ֆիլմային եմ ասում, բայց ձեր նկարագրածը կա եւ դա գործում է կախվածությունների դեպքում։ Երբ որ մարդիկ ունենում են կախվածություններ, այդ դեպքում առաջին քայլն է դա, որ անպայման 12 քայլ է դա, առաջինն է դա, որ պետք է անպայման իրականացվի, դրա համար ընդունված է խմբերը, այդպես ասել։ Անոնիմ, հա, անոնիմ խմբերն ակումբներ, անոնիմ ակումբներ։ Իսկ մեր խմբերը, այստեղ ավելի շատ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Այսինքն մենք կարող ենք հավաքվել, ենթադրենք որևիցե մի թեմայի վերաբերյալ, ինչ որ մեկը կիսվի իր փորձառությամբ, ենթադրենք, հա, որ այսպիսի փորձ եմ ունեցել, այսպիսի դժվարություն։ Եվ այդ դեպքում արդեն մեկը մյուսի հետ առնչվելով դժվարություններին ինչ որ տեսակի լուծում տալով, մարդը մենակ չի մնում իր դժվարությունների հետ։ Իսկ մեր բոլոր մասնագիտական, միայն մեր հոգեբանության մեջ չի դա։ Մասնագիտական բարդություններ մենք միշտ ունենում ենք։ Եվ հոգեբանությունը պատկերացրեք, որ ավելի շատ է ունենում, որովհետև հենց հոգեկանի հետ գործ ունենք, ինչպես դուք նշեցիք, դա բավականին բարդ է։ Եվ այդ խմբերը կարծես թե հիմա արդեն 4-րդ տարին է Հայաստանում կան եւ բավականաչափ մեծ այտենց գործ են անում։ Արտասահմանում էլ եք աշխատել, կրթություն եք ստացել, լաուրա, դժվարություններ կան, չէ՞, հայկական այդ մենտալիտետային խնդիրները հաղթահարելու, չէ՞, հայերը ընդունված չէ, իրենց խնդիրներով կիսվել, ի հայտ դնել ամոթ թե ինչ կմտածեն, չէ՞, ընդունված բան է, նման խնդիրների հետ բախվել եք, ընդհանրապես կնկարագրեք։ Կարծրատիպ կա, չէ՞, որ եթե պիտի ինչ որ մեկին գումար տաս եւ պատմես, այնա մի բաժակ սուրճի շուրջ հարևանիդ պատմի է վերջ։ Չէ, հասկանալի, հարևանուին կարող է ուղղակի մասնագետություններ եւ ավելի վատ խորհուրդ տալ, դա շատ ընդունված բան է եւ պատասխանատվությունը ի վերջո հասկանում եք, չէ, մարդը գալիս է ձեզ մոտ ինչ-որ բան բարելավելու իր կյանքում եւ մեկ էլ ինչ-որ բան չի ստացվում, բախվել է, այդ ագրեսիայի հետ առնչվել եք, հետո լինում է։ Ուրեմն նայեք, Հայաստանի հետ կապված բարդությունը, մեր մենտալիտետի հետ կապված բարդությունը այսպիսին է։ Եթե ասենք իմիջիայլոց բոլոր երկրներում, ես մի քանի երկրներում եմ եղել, տարբեր են։ Օրինակ ինչ որ երկրներում կա, որտեղ որ շատ ընդունված է էմոցիաների մասին շատ բուռն խոսել։ Ինչ որ տեղեր կա, որտեղ որ էմոցիաների մասին ընդունված չէ խոսել, բայց ընդունված է վարքով ինչ որ բաներ ցույց տալ։ Մենք ոչ խոսում ենք, ոչ ցույց ենք տալիս։ Բայց ներսում, այո, ներսում շատ կա։ Ուտում եք մեզ, տանջվում եք, չենք քնում։ Հիմնականում մեր խմբերում այն ինչը որ արտահայտվում է, այդ թերապևտիկ խմբերի մասին է խոսքը, դա ամբողջությամբ ներս գնալ, որը բերում է փսիխոսոմատիկայի հիվանդությունների է բերում։ Այսինքն մենք ներսում պահելու, չարտահայտվելու եւ նույնիսկ այն աստիճանի, որ նույնիսկ չի գիտակցվում, որ ինքը ունի, ենթադրենք այդ ագրեսիան, ինքը ունի, ենթադրենք, չգիտեմ, թեկուզ դրական է թույզերը, բայց դրանք ամբողջությամբ ներսում են։ Եվ այստեղ մեր ինստիտուտում դասավանդում են դրսի մասնագետները, որովհետեւ որպես այդպիսի մասնագետ միայն ես եմ ինստիտուտի կողմից, որ հայ եմ, Հայաստանում եմ, երբ որ մասնագետները գալիս են, ինձ էլ է հետաքրքիր լինում, ասում եմ, այ ինչ եք տեսնում մեր ուսանողների մոտ, եւ իրենք էլ են դա փաստում, ասում են, որ նենց հետաքրքիր է, որ ասում են, ձերոնք չեն արտահայտվում, բայց այնքան էմոցիա կա ներսում։ Թվում է թե էմոցիոնալ չեն, բայց այնքան էմոցիա կա, ու իրենք էլ են ունենում բարդություն չարտահայտված էմոցիաների հետ աշխատելով։ Սա ոնց որ հիմնական մեր հայկական այդ մասին բնորոշ է։ Հիշեցի այդպիսի հումոր կա, որ մեկը գնում է հոգեբանի մոտ, հետո պատմում է, պատմեցի իմ խնդիրները,
թե ինչ դժվար ճանապարհ ու կյանք եմ ունեցել։ Հիմա ամեն երեկո հոգեբանն է ինձ զանգում է, որպեսզի աջակցություն գտնի։ Շնորհակալություն շատ, որ եկաք, մի ակնթարթի պես մի շնչով անցավ այն րոպեները, որ միասին անցկացրեցինք եւ ամեն ինչ չէ որ հասցրեցինք, ինչ ծրագրել էինք հարցուփորձ անել։ Այսինքն մեր գեշտալտը չենք փակում։ Չէ, հաստատ, առավել եւս Բացեք թողնում։ Լաուրան որքան հասկացա, պատրաստված է շատ եթերին եւ մենք մեծ ուրախությամբ եւ ողջավորությամբ ձեզ կընդունենք այստեղ եւս մեկ անգամ, միգուցե ինչ որ ժամանակ անց, միգուցե կշարունակենք սկսած զրույցը եւ ուրիշ բաների մասին խոսենք։ Ձեր փորձը մեզ շատ հետաքրքիր է, խոսքով եւ ոչ միայն մեզ, այլ նաեւ այս մեր հարցադրումների միջոցով այդ ինֆորմացիան հասցնենք մեր ունկնդիրներին, եթե կընդունենք հրավերը, մենք մեծ ողջավորությամբ եւ բավականություն ստանալով կհրավիրենք ձեզ։ Ես միշտ ուրախ եմ ինձ հաճելի ձեր միջավայրում այսպեսի զրույց ունենալը։ Շնորհակալ եմ Անջան։ Պետրոսյան Լաուրան էր մեզ մոտ ստուդիայում, հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Հայաստանի Հանրապետությունում գեշտալտ հոգեթերապիայի եւ քոուչինգի միջազգային ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար։ Շնորհակալություն, որ եկաք։